Սնկային հիվանդություն, տարբեր տեսակի մաշկային հիվանդություններ ունեցող կամ տարբեր տեսակի գանգատներ ունեցող մարդիկ եւ հատկապես հայ մարդիկ, հայ տղամարդիկ հատկապես համոզված են, որ իրենք ունեն սնկային հիվանդություն։ Ում մոտ ասես, որ չեն բուժվել սնկային հիվանդության հետ կապված։ Բժիշկի մոտ իհարկե ոնց չլինի եղել են, բայց ավելի հաճախ բուժումները իրականացել է դեղատան աշխատողը եւ երրորդ տեղում գտնվում են բարեկամները, ծանոթները, հարազատները, ընկերները, որոնք ունենալով սունկ կամ սնկանման գանգատներ ինքնուրույն բուժվել են մեկնաբանելով ապեր պետք չի բժշկի գնալ, իրանք սա խաբեբա են։ Եվ անդամի գլխիկի վրա եղած կարմրությունը, հոտը, փառակալումը, քորը, այտուցը եւ այլն հասկանալի է, որ սնկային հիվանդության դեպքում այս բոլոր նշանները կարող են լինել, բայց որտեղից եք վերցրել, որ նմանատիպ նշանների առկայությունը հաստատում է սնկի առկայությունը եւ բացառում այլ հիվանդությունների առկայությունը։ Ամենատարբեր իրավիճակներում նմանատիպ գանգատների պարագայում մենք կարող է եւ ընդհանրապես լաբորատորիայում չհայտնաբերենք սունկ, այլ հայտնաբերենք ուրիշ տարբեր տեսակի հիվանդություններ։ Հետևաբար, եթե ձեր գանգատների հիմքում ընկած է ոչ թե սունկը, այլ տարատեսակ այլ միկրոբները, հակասնկային բուժումները կլինեն անարդյունավետ եւ հակասնկային պրեպարատների քսուկ տարբերակով օգտագործումը եւ տարբեր տեսակի լվացումները եւ հակասնկային պրեպարատների օգտագործումը լինելու է անարդյունք եւ փաստորեն կարող է վնասել ձեր առողջությանն, ինչու՞ չէ։ Եթե խոսքը վերաբերում է խմելու դեղորայքներին, ապա իմացեք, որ հակասնկային պրեպարատները իրենք բավականին տոքսիկ պրեպարատներ են եւ այնց չէ, որ իրանց օգտագործումն անվտանգ է։ Եվ շատ դեպքերում տղամարդկանց մոտ, հատկապես շեշտում եմ տղամարդկանց մոտ, տարատեսակ արտաքին երևույթներ եւ խնդիրները, որ իրենք նկատում են, ընդհանրապես կապ չունի սնկային հիվանդության հետ, դա կարող է լինել խրոնիկական բալանոպոստիտի նշան։ Խրոնիկական բալանոպոստիտն իրենից ենթադրում է եւ նշանակում է, որ առնանդամի գլխիկը եւ գլխիկը ծածկող մաշկի ներքին թաղանթի խրոնիկական կրկնվող բորբոքային process, որը ժամանակ առ ժամանակ լավանում, նորից կրկնվում, լավանում, նորից կրկնվում, կրելով փոփոխական պարբերական բնույթ։ Այս պարագայում ամենաառաջնարդ պետք է ճիշտ ախտորոշում լինի։ Եթե դուք դեռ չունեք ճիշտ ախտորոշում, բուժվելը անիմաստ է։ Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, դա վնասում է ձեր առողջությանը։